Եվ այսպես ուշադրություն Միացյալ Նահանգները արդյոք պատասխանում է Վարդան Ղուկասյանին, թե սա այլ ուրիշ նպատակներ ուներ։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը այսպիսի հայտարարություն է տարածել. ԱՄՆ տարածք ապօրինի ճանապարհով մուտք գործել չեք կարող։ ԱՄՆ օրենքները խախտող ցանկացած անձ արտաքսվելու է դեպի իր երկիր կամ ենթարկվելու է քրեական պատասխանատվության։ Իհարկե տարօրինակ է այն, որ Միացյալ Նահանգները այսպիսի հայտարարություններ, այն էլ դեսպանությունների մակարդակով չէր հայտարարում, եւ սա հայտարարվեց այն ժամանակ, երբ որ Վարդան Ղուկասյանի աջակիցները բողոքի ակցիա իրականացրեցին ԱՄՆ դեսպանատան առջև, պահանջելով արդար դատավարություն Վարդան Ղուկասյանի համար եւ նաեւ պահանջելով այն, որ Վարդան Ղուկասյանին չարտա հանձնեն Հայաստանի Հանրապետությանը, ներկայացնելով հետեւյալը, որ Վարդան Ղուկասյանի կյանքին այստեղ Հայաստանում կարող է վտանգներ սպառնալ։ Եվ այդ բողոքի ակցիայից հետո նման հայտարարություն Միացյալ Նահանգների դեսպանատան կողմից չկա որևէ իհարկե ապացույց փաստ, որ սա վերաբերվում է Վարդան Ղուկասյանին, բայց կան համընկնումներ եւ ենթադրություններ։ Եթե այդ հայտարարությունը արվել է Վարդան Ղուկասյանի աջակիցների ակցիային ի պատասխան, ուրեմն Միացյալ Նահանգները շատ կոպիտ է պատասխանել Վարդան Ղուկասյանին եւ այսօրվա Ամերիկայի վարչակազմը Վարդան Ղուկասյանի շահերի դեմ է տրամադրված եւ նա ընդհանուր առմամբ հետաքրքրված չէ, թե Վարդան Ղուկասյանին հետևում է 10 հոգի, թե 100,000 հոգի, թե միլիոնավոր մարդիկ, սա էականորեն այսօրվա վարչակազմին ընդհանրապես հետաքրքիր չէ։ Իրենց համար հետաքրքիր է այն է, որ Թրամփի խոստումները կատարվի եւ մարդիկ, ովքեր որ անօրինական են մուտք գործել Միացյալ Նահանգներ, նրանք արտահանձնվեն իրենց երկրներ։ Անօրինական մուտքի համար Վարդան Ղուկասյանին ձերբակալել են, բայց հենց ինքը Վարդան Ղուկասյանը պնդել էր, որ ինքը անօրինական մուտք չի գործել, այսինքն հանձնվել է պետությանը, ինչպես բոլոր հայեր եւ այլ ազգություններ, որոնք եկել են Ամերիկա, ստացել է ապրելու եւ աշխատելու իրավունք, կարողացել է ձեռք բերել մեքենա, եւ այդ ամեն ինչից հետո զարմանալի է, թե որտեղ է այդ անօրինականությունը տեսել պետությունը։ Միևնույն ժամանակ ուզում ենք նշել, որ Ամերիկան դեռևս շարունակում է ունենալ արդար դատավարություն եւ Վարդան Ղուկասյանի մեղավոր թե անմեղ լինելը դա միայն որոշելու է դատարանը։ Դա հանրության որոշելիքը չէ, դա այսպես ասած ապացույցների, դրանց քննության եւ Միացյալ Նահանգների օրենքների թելադրանքն է, որը դատավորը վերածելու է արդար դատական վճռի եւ ըստ էության դատավորի համար Ամերիկայի վարչակազմը կապ չունի, Վարդան Ղուկասյանի հետևորդների թիվը կապ չունի, եթե նա անմեղ է, անմեղացվելու է, ճանաչվելու է անմեղ, եթե մեղավոր է, ճանաչվելու է մեղավոր։ Շարունակելով արտաքսումների թեման, պետք է նշենք, որ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են միլիոնավոր մարդկանց արտաքսել իրենց երկրներ։ Թրամփը հանել է ոսկե քարտը, որը տալիս է բնակության իրավունք Միացյալ Նահանգներում, գրին քարտից մի քիչ առավել, բայց գրեթե նույնը, որը արժի $5 միլիոն, եւ պետք է միգրանտներին հանի, որպեսզի այդ քարտերը կարողանան աշխարհի մեծահարուստները ձեռք բերեն եւ գան Ամերիկա բնակվեն այն մարդկանց փոխարեն, որոնք անօրինական ճանապարհներով են հայտնվել Միացյալ Նահանգներում եւ փախստականի խնդրանքով դիմել են Ամերիկային, որոշներինը բավարարվել է, որոշներինը ոչ, բայց ըստ էության նույնիսկ փախստականի կարգավիճակ ունեցողները գտնվում են շատ լուրջ վտանգի տակ, որ կարող են արտաքսվել Միացյալ Նահանգներից։ Միացյալ Նահանգները դառնում է փակ պետություն երևի թե կամ ինչպես ասում են դրախտ հարուստների համար, ովքեր որ կունենան այդ 5 միլիոնը կվճարեն եւ կտեղափոխվեն Ամերիկա, ովքեր որ գումար չեն ունենա, որևէ ձև չեն կարող ապրել Միացյալ Նահանգներում, նույնիսկ խոսք է գնում, որ այլևս գրին քարտի խաղարկություններ չեն լինելու։ Եվ այս ֆոնին Վարդան Ղուկասյանի վիճակը բնականաբար կարող է ծանրանալ, բայց ելի ենք ասում, որ դատավորները չեն նայում իշխանությունը Թրամփն է, Հայաստանը ինչ է պահանջել կամ Վարդան Ղուկասյանը քանի հետևորդ ունի։ Իրանց համար գլխավորը օրենքն է, մենք հույս ունենք իհարկե, որ դա այդպես է, եւ օրենքով իրենք որոշելու են։
եւ այսպես ուշադրություն, հրատապ եւ շատ կարեւոր տեղեկատվություն միացեք մեր ալիքին, որպեսզի առաջին հերթին հենց դուք տեղեկանաք ամենագլխավոր իրադարձությունների մասին։ Ինչպես կվարվի Թրամփը Ադրբեջանի ղեկավարի հետ, որը այսօր փորձում է շողոքորթել Թրամփի իշխանությանը, վարչակազմին եւ փորձում է կրկին վերադառնալ Թուրքիայի գիրկը, կտրվելով Ռուսաստանից, բայց բավականին դժվար է, իրանք Ռուսաստանի հետ ունեն նախ ստվերում կնքած պայմանագրեր, պայմանավորվածություններ եւ նաեւ թափանցիկ կնքված պայմանագրեր, որոնք բավականին լուրջ պայմանագրեր են տնտեսական եւ ռազմական նշանակություն ունեցող, որից կտրուկ հրաժարվելը կբերի իհարկե Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանի հանդեպ ատելության, միգուցե նաև ինչ-որ հարվածների, բայց Ալիև ասում է, Թրամփը եկել է, պետքա տեղավորվեն Թրամփի թևի տակ Թուրքիայի հետ միասին, որպեսզի տարածաշրջանում, երբ որ Ռուսաստանի դիրքերը կթուլանան եւ Ամերիկան իր հզորությունը ցույց կտա ամբողջ աշխարհին, ես կլինեմ ուժեղ կողմի կողմից։ Թրամփը հանձնելու է Ռուսաստանին այն տարածքները, որը պատկանում է Ռուսաստանին։ Խոսքը իշխանության տարածքների մասն է, ոչ թե ռուսական սահմանների, այսինքն Ռուսաստանը վերահսկողություն ունի Ադրբեջանի նկատմամբ, Բելարուսի նկատմամբ, Ղազախստանի, Ղրղստանի եւ այլն նման պետությունների նկատմամբ, Հայաստանի հանդեպ արդեն 7-8 տարի Ռուսաստանը կորցրել է իր վերահսկողությունը եւ Հայաստանի մասին խոսք չկա։ Բայց Կովկասյան տարածաշրջանին Միացյալ Նահանգները երբեք չի անդրադառնում, դա ռուսական ազդեցության գոտի է համարվում եւ այստեղ որևէ մի ղեկավար չի կարող Թրամփին խաբելով կամ Թրամփին շողոքորթելով տեղավորվի նրա թևի տակ։ Սա պետքա բոլորը հասկանան եւ նաեւ Ալիևը պետքա հասկանա։ Իհարկե Իսրայելը Ալիևին խաբել է, թե արի միացիր մեզ, կդառնաս ուժեղ պետություն եւ հայերի վերջը կտաս։ Ադրբեջանի միակ նպատակը Հայաստանի Հանրապետության վերացումն է, սա հասկանում ենք Ալիևի բոլոր հայտարարություններից, սպառնալիքներից մեր հանդեպ ուղղված ու ինքը փորձում է ուժեղ տեղավորվել, որպեսզի Սյունիքի միջանցքի հարցը կարողանա կարգավորել, բայց եթե հարցը պետքա կարգավորվի Իսրայելի հետ միասին, մենք արդեն պատկերացնում ենք, թե ինչպիսի ուժգին հարված է տալու Իրանը Ադրբեջանի ղեկավարության գլխին։ Իրանը բավականին համբերատար է գտնվում, բայց երբ որ ջղայնանում է Իրանի ղեկավարությունը, ապա պետքա ուղղակի փախնել։ Միացյալ Նահանգները իր գլխավոր թշնամիներից մեկին համարում է հենց Իրանին, եւ դա հենց այնպես չէ, նա գիտի, թե Իրանը ինչպիսի հզորություն ունի, ինչպիսի հարվածներ կարող է հասցնել, եւ դրա համար Միացյալ Նահանգները բացեիբաց աշխատում է ընդդեմ Իրանի։ Եվ այս նույն Իրանը, եթե իր քթի տակ տեսնի Իսրայելի հետ դաշնակից Ադրբեջանի գործողությունները Ադրբեջանի տարածքում, այսինքն դա կարող է լինի նաև իսրայելական ռազմաբազայի տեղակայում Ադրբեջանի տարածքում, որը իր լիազորությունները պետք է այնպես սահմանի, որպես Իրանին վերահսկող ինչ-որ օղակ, այսինքն թե Իրանը կրկին ռմբակոծի Իսրայելը